Գիրք ծննդոց, գլուխ 23 Սառան մեռնում է Եվ Սառայի կյանքը 127 տարի էր, սա էր Սառայի կյանքի տարիքը։ Եվ Սառան մեռավ Կարիաթ Արբայում, որը Քեբրոնն է, Քանանի երկրում։ Եվ Աբրահամը եկավ, որ Սառայի համար սգա և լա։ Եվ Աբրահամն իր հանգուցյալի առջևից ելավ, ոտքի կանգնեց և քետի որդիների հետ խոսեց ասելով. Ես ձեր մեջ օտարական եմ ու պանդուխտ, ձեր մեջ ինձ գերեզմանի տեղ տվեք, որպես սեփականություն, որ աչքիս առջևից իմ մեռելին թաղեմ։ Եվ քետի որդիները պատասխանեցին Աբրահամին և ասացին նրան. Տեր իմ, լսիր մեզ, դու մեր մեջ Աստծո մի իշխան ես, մեր գերեզմաններից ամենաընտիրում թաղիր քո մեռելը, մեզանից ոչ մեկը քեզանից չի խնայի իր գերեզմանը, քո մեռելը թաղելու համար։ Եվ Աբրահամը ոտքի կանգնեց և խոնարհվեց այն երկրի ժողովրդին, քետի որդիներին։ Եվ նրանց հետ խոսեց ասելով. Եթե ձեր մտքում կա, որ իմ առջևից իմ մեռելը թաղեմ, ինձ լսեցեք, և իմ մասին բարեխոսեցեք Սահարի որդի Եփրոնին, որ ինձ տա Մաքփելայի քարայրը, որ նրանն է, և նրա արտի եզրին է, իր լրիվ արժեքով տա ինձ, որպեսզի գերեզմանի տեղ ունենամ ձեր մեջ, որպես սեփականություն։ Եվ Եփրոնը նստած էր քետի որդիների մեջ։ Եվ քետացի Եփրոնը պատասխանեց Աբրահամին ի լուր քետի որդիների, բոլոր նրանց, որ մտնում էին դարպասով և ասաց. Ոչ Տեր իմ, ինձ լսիր, արտը քեզ եմ տալիս, և քարայրը նույնպես, որ նրա մեջ է, քեզ եմ տալիս այն իմ ժողովրդի որդիների ներկայությամբ, քեզ եմ տալիս, թաղիր քո մեռելը։ Եվ Աբրահամն այդ երկրի ժողովրդի առջև խոնարհվեց։ Եվ Եփրոնի հետ խոսեց ի լուր այդ երկրի ժողովրդի և ասաց. Օ եթե միայն ինձ վաճառեիր, աղաչում եմ, լսիր, ես արտի փողը կտամ, վերցրու ինձնից և ես մեռելս այնտեղ թաղեմ։ Եվ Եփրոնը պատասխանեց Աբրահամին ու ասաց. Տեր իմ, ինձ լսիր, տափը 400 սիկլ արծաթ է, իմ ու քո մեջ դա ի՞նչ է, ուրեմն թաղիր քո մեռելը։ Եվ Աբրահամը լսեց Եփրոնին, և Աբրահամը կշռեց արծաթը, տվեց Եփրոնին, ինչպես սա քետի որդիների առաջ ասել էր, այսինքն 400 սիկլ արծաթ, վաճառականների մեջ ընդունված արժեքը։ Եվ հաստատվեց Եփրոնի արտը, որ Մաքփելայում Մամբրեի դիմաց էր, արտը և այն քարայրը, որ նրա մեջ էր, դրա շուրջ բոլորը նրա սահմանների մեջ եղած բոլոր ծառերը։ Քետի որդիների ներկայությամբ իբրև սեփականություն Աբրահամին տրվեց, բոլոր նրանց աչքի առաջ, որ նրա քաղաքի դարպասով էին մտնում։ Եվ սրանից հետո Աբրահամն իր կին Սառային թաղեց Մամբրեի դիմացի Մաքփելայի արտի քարայրում, որ է Քեբրոն Քանանի երկրում։ Եվ արտը և նրա մեջ գտնվող քարայրը քետի որդիների կողմից Աբրահամի վրա փոխանցվեցին, որպես սեփական շիրմավայր։